Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, լուրջ աշխատանք եք կատարել, բայց մոտեցումները բավականին վիճահարույց են, խնդրահարույց են։ Մասնավորապես, երբ որ դուք նշում եք, որ 1 ամիս ծառայի եւ 24 միլիոն վճարեն դրան համար, այսինքն ի՞նչ է նշանակում ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում։ Նշանակում է ծառայել Հայաստանի Հանրապետության, ծառայել հայրենիքին։ Եթե մարդը չի ցանկանում 24 ամիս ծառայի Հայաստանի Հանրապետությանը, արդյոք ճիշտ է, որ այդ մարդը հետագայում Հայաստանի Հանրապետության ծառայի նախարարի կարգավիճակով չի ցանկանում, չէ՞ մարդը, եթե չէ ցանկանում ծառայես, այդտեղ էլ է ծառայություն, չէ՞, այդ նախարարի պաշտոն ծառայություն է, ո՞նց է որ ինքը իրավունք ունի հետագայում ծառայել որևէ պաշտոնում։ Եթե մենք այդ մարդուն ասում ենք քեզ արտոնություն ենք տալի վճարի, պետք է ասենք նաև քեզ զրկում ենք արտոնությունից պաշտոնը զբաղեցնելու, եղբայր, դες չի որ դու 24 միլիոն մուծեցիր եւ այն ընտանիքը, որի վիճակի չի մուծելու, դուք պետք է հավասար ըլնեք, ոչ։ Նա արտոնություն պիտի ունենա արդեն հետագայում։ Այսինքն այդ նույն զինվորը պետք է անվճար ընդունվի իր ընտրած բուհը, ընդունելությունը, ոչ թե կրթության ընթացքը։ Եթե լավ կսովորի, թող ընդհանրապես ազատվի։ Գիտենք, որ այդ ժամանակ ռոտացիոն ձևով, այսինքն կսովորի առաջի կիսամյակը քննությունը կհանձնի, բուհը կորոշի, եթե այս մարդը կարողանում է գերազանց սովորել, թող ընդհանրապես չնայճարի։ Իսկ եթե չի ցանկանում սովորել, դուրս կմնա։ Այսինքն, բայց մի առավելություն մենք տալիս ենք, որ քո ընտրած բուհը կարող ես առանց ընդունելության քննության ընդունվել այդ բուհը։ Այսինքն մենք պետք է այստեղ շատ հավասարակշռենք իրավիճակը։ Չի լի որ մարդը չի ուզում ծառայի 24 ամիս, ասում է ես 5 տարի կգամ քեզ նախարար կծառայեմ։ Ո՞նց։ Բա դու 2 տարի չցանկացար ծառայես քո հայրենիքին։ Ո՞նց ես ուզում որ 5 տարի նախարար ծառայես։ Այդ ով է ուզում, մի հատ ասեք այդ ցանկացած քաղաքացի։ Շատ լավ։ Որևէ քաղաքացի 24 միլիոն որ մուծել է, չի ցանկացել 2 տարի ծառայի, չէ՞։ Ինչի՞ է մուծել։ Հա, մուծելա որ բարի, մուծելա որ չծառայի։ Մուծելա որ չծառայի։ Եթե չես ուզում ծառայես, էլի մի ծառայի, ինձ։ Դու ինչ ես մտածում որ իրավունք ունես հետագայում ծառայես։ Հիմա չես ծառայում, հետո ուզում ես ծառայես։ Այսինքն, եթե մենք այս մտցնում ենք այս 24 միլիոն, պիտի նաև նշենք, որ այսուհետ, որովհետև օրենք հետադարձ չի կարող ունենալ, ինքը վատթարացնող է։ Այսուհետ, եթե քաղաքացին ամբողջ ծավալով չի ծառայում, իր պարտականությունը չի կատարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իրավունք չունի զբաղեցնելու բարձրագույն պետական պաշտոններ։ Այդ դեպքում կդառնա հետաքրքիր կդառնա մտածելու բան, այսինքն քաղաքացին ինքը կորոշի, որ ճանապարհով գնա։ Եթե այդ մարդը ասում է ես ընդամենը ուզում եմ ազատվեմ, ես բժիշկ եմ, իմ բժշկությունն եմ անում, չեմ էլ ուզում դառնամ առողջապահության նախարար, խնդրեմ թող ծառայի, բայց ինքը պետք է հասկանա, որ դու հիմա չծառայելով հետագայում չես կարող ծառայել եւ այս արտոնությունը պետք է այլևս քեզ չտրվի։ Այս մեկ երկրորդը։ Մենք ասում ենք այս օրենքով հարգելի հասարակություն, մենք չենք կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, ցանկացած դեպքում մարդիկ գտնում են միջոց եւ ազատվում են, ոնց որ ընդունենք այս մեղքը մեր վրա։ Բայց ի՞նչն է խանգարում, օրինակ, վարչապետը ինքից ստեղծել բժշկական խորհուրդ, որը այդ 5 հոգին հստակ կորոշեն կրկնակի փորձաքննություն կլինի բոլոր ազատվածների համար։ Այսինքն այդ որ բժիշկը փող կվերցնի մտածելով որ կհասնի այնտեղ եւ ինքը քրեական պատասխանատվության կենթարկվի։ Այսինքն 82% մենք ունենք այտենց ազատված, առնվազն կմնա իրական 10-20%-ը իրական։ Մանավանդ որ դուք էլ ճիշտ եք առաջարկում, որ հիվանդությունների մի մասը հանում եք այլևս չծառայելու, դա շատ կարեւոր բան է անում, շատ կարեւոր։ Օրինակ, մասնավորապես տեսողության հետ կապված, լսողության հետ կապված մարդիկ կարող են այլ ծառայության ծառայել հայրենիքին այլ ոլորտով, այսինքն ինքը թե տեսողությունը լավ չի, կարող է ծառայության մեջ անփոխնախարար կվկայի այլ ծառայության։ Շատ լավ, պարոն Բագրատյան, հիմա ելույթը թե կոնկրետ հարցը գալիս։ Հիմա արդյոք դուք նպատակ չունեք այս բարը ավելի լավարկել եւ նաեւ հակակշիռներ ստեղծել, հավասարեցնել հնարավորությունները։ Չնի որ միայն արտոնություն ունես, փող ունես, ազատվում ես, լավ ես անում, բայց պիտի բարձրագույն պաշտոն չզբաղեցնես, չի երազես, որ մի օր կդառնաս երկրի ղեկավար, նախարար, մարզպետ, պիտի չի երազես, պիտի իմանաս, որ դու գիտակցաբար չես ծառայում հայրենիքին եւ հետո էլ բարձր տեղ չպիտի։ Այո, պարոն Բագրատյան, այս արդեն առաջարկա օրենքում լրացումներ անելու, ես տեսա։ Այո, ասում եմ ցանկություն կա նման առաջարկություններ քննարկել, թե դուք ասում եք սա է եւ վերջ։ Շատ լավ, պարոն Սարգսյան, խնդրեմ։ Պարոն Բագրատյան, շնորհակալ եմ կարևոր հարցերի համար։ Տեսեք, ծառայությունից ազատվելու կա օրինական եւ անօրինական եւ ենթադրաբար օրինական ճանապարհներ։ Օրինակ ինձ վերջերս մի օկտատեր էր գրել
ես մինչև վերջ չստուգեցի, բայց հրապարակեմ, ասում էր վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ մի նախարար չունենք ծառայություն անցած։ Այսինքն մեր հանրային պաշտոններ զբաղեցնելու մասին օրենքի համաձայն չկա սահմանափակում, դա կա զինված ուժերում ծառայության մասին մի շարք օրենսդրական փաթեթների մեջ եւ զինված ուժերում կամ այլ ստորաբաժանումներում հնարավոր չի ծառայության անցնել, եթե չես անցել պարտադիր զինվորական ծառայության, այլ դեպքերում օրինակ նախարարների կամ պատգամավորների դեպքում նման սահմանափակում չունենք եւ մշտապես ունեցել ենք նախարարներ կամ պատգամավորներ, ովքեր ծառայություն չեն անցել։ Այստեղ հարցը հետեւյալն է, նրանք կամ հիմա պետքա ընտրություն կատարենք, իրենց տանք հնարավորություն, ելի իրանք այդ նույն ճանապարհներով չծառայեն, կամ տանք հնարավորություն գնալ մյուս ճանապարհով կարճաժամկետ ծառայություն անցնել եւ կխնդրեմ պարոն Քոչարյան միացնեք այս բանը։ Այստեղ երևում է տեսեք, առաջին գործող կարգավորումներով չի ծառայում է 0 օր, 25 օրի հավաքներին չի մասնակցում, մարտական գործողություններին չի մասնակցում, գումար չի վճարում։ Առաջարկվող տարբերակ, ծառայում է 1-ից 4 ամիս, 25 օրի հավաքներին մասնակցում է, մարտական գործողություններին մասնակցում է, գումար վճարում է։ Մենք պետք է ընտրություն կատարենք, գործող կարգը պահպանվի այնպես ինչպես կա, կամ անենք փոփոխություններ, որը կբերի մեր ենթադրյալ արդյունքի։ Անհավասարությունը 18 ամիս կամ 24 ամիս ծառայողների նկատմամբ էլի լինելու է, բայց մեղմվելու է։ Մի դեպքում մեծամասնությունը ընդհանրապես չի ծառայում, ինքը ծառայում է 24 ամիս, մի դեպքում այս մեծամասնության մի մասը կարճ ծառայում է, դրա հաշվին իր ծառայության ժամկետը կարճացնում է, գումար է ստանում։ Այսինքն անհավասարությունը մեղմելու եւ պայստազորը մեծացնելու եւ զինված ուժեղացնելու նախագիծ է, իսկ ինչ վերաբերվում է ձեր մյուս առաջարկներին որոշ պաշտոնների դեպքում փոփոխություններ կատարելու, խնդրեմ ներկայացեք առաջինից երկրորդ ընթացքում նաեւ կառավարության հետ քննարկենք։ Հələ պետք է հասնենք առաջինից երկրորդ։ Շնորհակալ եմ հասկանալու, ընդունելու, գնահատելու համար։ Իհարկե, այն ինչ որ գործող է, իսկապես ավելի վատն է, քան ինչ որ առաջարկվում է։ Բայց մեր նպատակը պիտի լինի ավելի լավը։ Այդտեղ է, որ մենք անելիք ունենք։ Տեսեք, մենք վերջ հանրային համերաշխության խնդիրներ ունենք։ Մենք արդյոք սրանով ինչ-որ չենք խաթարում այդ հանրային համերաշխությունը։ Դուք շատ կարևոր բան նշեցիք, ասում եք 10-անում 2 հոգին ար գնալու ծառայության։ Այդտեղ չի կարող այլևս հանրության համերաշխություն լինի, որտեղ ծնողը եւ նրանց ծնողները խնդիրներ են ունենալու։ Հետեւաբար եւս մեկ զուտ քննարկման նպատակով արդյոք այս ֆինանսական միջոցը մտցնել 24 միլիոնը կտա այն մարդը, ով որ կարող է եւ կարող կրկնել նաեւ շատ մոտ է մեր գործընկերոջ հարցին, երբ որ ինքը կարող է ընդհանրապես չծառայել եւ ընդհանրապես ազատվել եւ ոչ էլ մարտական պատրաստություն անցնել, ոչ էլ գնալ, այսինքն քաղաքացու այս ընտրությունը, որ մենք 24 միլիոն սահմանում ենք, արդյոք դրանով չենք վնասելու ԱԺ-ի նաեւ պատասխանի մեջ էլի ֆինանսական վարչություններ ասցիք։ Արդյոք փորձագիտական վարչության տված բան չի, ռիսկ չի պարունակում։ Արդյոք մենք արդեն չենք ասում, որ գիտեք 24 միլիոն պիտի տակ, եթե մինչև այդ 3-5 միլիոնով ձեր հարցերը լուծել եք, պատկերացրեք, որ կաշառքի թիվը մենք լուրջ բարձրացնում ենք։ Այսինքն մենք այնտեղ չենք փակում, ճիշտ ասած, խողովակը չենք փակում, ստեղ բաց ենք թողում։ Ոչ ոք չի ցանկանա 24 միլիոն վճարի, 1 ամիս ծառայի մնա պայստազորում, այլ ոչ թե 24 միլիոն վճարի եւ ընդհանրապես չծառայի։ Մարդիկ, այդ ռիսկը կա, այդ ռիսկը մենք կշռել ենք, ասած դա պարոն Սարգսյան, ռիսկը կշռել ենք, թե ոչ։ Ռիսկը ինստիտուտներն են կշռում։ Դեր առաջարկը վերաբերվում է գումարների չափին արդեն, ինչը նույնպես կարող ենք քննարկել։ Ձեր ասածի տրամաբանությունը հետեւյալն է, եթե անօրինական ավելի էժան ճանապարհներ լինեն, արդյոք կօգտվեն քաղաքացիները այս ճանապարհից թե ոչ։ Նշեմ, որ այո, ինձ թվում է, որ այս փուլում իրականում 24 միլիոնով մեծ գումար է, հաշվի առնելով նաև մեր գործող փորձը, որ ընդունել են 27-ից 37 տարեկանների մասով։ Նշեմ, որ օրենքի ընդունման պահին 27-ից 37 տարեկան ունեցել ենք 4800 հետախուզվող, որոնցից ընդամենը 100-ն են օգտվել օրենքից, կամ մոտ 1.8%։ Ինչի մասին է սա խոսում, որ գումարը իրականում բարձր է, բայց նախորդ դեպքում ունենք մի բաղադրիչ, որ ինքը կարող ծառայի մի ամիս եւ ստանա 8 միլիոն, դա ինձ մտահոգություններից փարատում է եւ այն քաղաքացիները, ովքեր որ ասում են շատ է 15 միլիոնը,
ասում եմ խնդրում եմ ծառայեք 1 ամիս եւ վճարեք կրկնակի քիչ մոտավորապես 8 միլիոն։ Իսկ ինչ վերաբերում է բոլորի ծառայությանը եւ համերաշխությանը, պարոն Բագրատյան, ես 2018-19 թվականին եւ ընտրվեցի պատգամավոր տնտեսական հանձնաժողովում, սկսեցի ուսումնասիրել բանակի խնդիրները եւ տեսա մի պատկեր, որ բանակը զորակոչվում, զորակոչի ենթականների 46%-ը ու մտահոգությունս հայտնում էի մեր պատգամավորներին, գործընկերներին, նաեւ օրենսդրական նախագիծ բերեցի, որով կարող են վճարել 10 միլիոն եւ ծառայել 1 ամիս, գործընկերները ընդդիմադիր, դուք այն չմնաք ընդդիմադիր, իշխանական, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբ, բոլորը ասում են անթույլատրելի է։ Բոլորը պետք է ծառայեն 2 տարի ժամկետով, չի քննարկվում։ Սարգսյան Հայկը պարտվեց եւ նախագիծը չընդունվեց։ Գնացինք, բոլորը պիտի ծառայեն։ 2019 թվականին թիվը իջավ 44%։ Բոլորը պիտի ծառայեն։ 20 թվականին 43%։ Բոլորը պիտի ծառայեն։ 21 թվականին թիվը իջավ 31%։ Բոլորը պետքա ծառայեն 2022-2023 թվականին թիվը իջավ 31.4%։ Այսինքն մենք անընդհատ որ գոռում ենք, որ պիտի բոլորը ծառայեն, բայց այդ գոռացողների մեջ կան մարդիկ նույն ազգային ժողովում, որ իրաց տղեկը առողջականով ազատվեցին լինելով շատ ուժեղ տղեկ։ Սրա մասին է խոսքը, որ մենք ինչ մտածում ենք, դա չենք արտահայտվել վերջին տարիներին։ Ու դա որ վերաբերում է եւ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներին եւ նախարարներին եւ բոլորին։ Ինչ է նշանակում գոռանք բոլորը պետք է ծառայեն, տենում ենք 46%-ից թիվը իջավ 31 զորակոչի։ Ես խնդրում եմ էլի պարոն Բագրատյան, ելույթը հնարավորություն եք, ինչքան ուզում եք ելույթ ունենալ։